մեր երեխեքի կյանքը խեղաթյուրում ախպեր։ Ժողովրդին լարում եք ձեր դեմ, ընտրություններին գալիս եք, խնդրում եք, աղաչում եք, որ ձեզ ընտրենք, մենք ձեր համար ենք, ժողովրդի համար ենք, ընտրությունը բրծավ, արդեն ժողովրդի հերը անիծեք։ Զայրույթից պայթում են Օլիմպիավան մարզահամալիր հաճախող երեխաների ծնողները։ Հաշված օրերից MMA մարտարվեստի աշխարհի առաջնությունն է։ Իրենց երեխաները մարզվել չեն կարողանում, որովհետև ավելի քան 10 օր է փակեն Օլիմպիավանի դռները։ Պետությունը պարտավոր է շատ արագ այս ձևի պայմաններ ապահովի երեխեքին, այդքան պարապեն։ Աշխարհի մրցումների են։ Ու սա ուժեղ երեխեք են։ Հիմի որ երեխուն մոտենաս այն մի մատ երեխենը 4-5 հատ մեդալ ունի։ Օլիմպիավանի բակն են որպես մարզասրահ օգտագործում համալիրի շուրջ 150 սաները։ Ծնողներն ասում են, ասֆալտին հնարավոր չէ լիարժեք մարզվել, այլ դպրոցներ հաճախել ու նորից վճարել չեն կարող։ Հիմա ասենք լիքը ծնողներ կան, որ հնարավորություն չունեն երկրորդ անգամ բարեկան վճարեն։ Ինչ անեն այդ ծնողները։ Հա լավ, ենթադրենք պայմանական եմ ասում, գնացել ենք բարձր տեղ ենք վիճել, բայց ծնողների փող չունեն էլ որ այդ վճարեն։ Արհամարած ունեն, ախպեր, թքած ունեն այս երեխեքի ու երեխեքի ծնողների վրա, այսինքն ժողովրդի վրա թքած ունեն։ Եթե ժողովրդի վրա թքած ունես, գվել եկել ես հանցագործություն բացահայտես ժողովրդի համար, այդ ժողովրդին այդ քո բացահայտած հանցագործությունը պետք չի ուրեմն։ Մեր համար ես անում, թե մեր դեմ ես անում։ Կամ արեպրծել ես, թող գնա պարապենք, ախպեր։ Ինչու պիտի քաղաքական հաշվեհարդարների պատճառով տուժեն հարյուրավոր մարզիկներ, հարցնում են ծնողները։ Հիշեցնում, այս երեխաները աշխարհի առաջնությանը պայքարելու էին Հայաստանի Հանրապետության դրոշը բարձր պահելու համար, բայց չգիտես ինչու Հայաստանի Հանրապետությունը որոշել է նրանց փողոցում թողնել։ Ոստը մարդեն սպանե, մարդեն կախե, ինչ ա եղել, որ այդպես փագել եք։ Ինչու է փակ Օլիմպիավանը, երեխաներին հուզող միակ հարցին դժվարանում է պատասխանել մարզիչը։ Չեմ կարող երեխեքի մեջ տեղավորեմ, որ փակ է Օլիմպիավանը, չեմ կարող։ Անկեղծ չեմ կարող բացատրեմ ինչի է փակ։ Խեղճ իրաց ցնողը ուր ասում ենք բերում է, որ հանգարց ընդ, բայց որտեղ պարտվենք սխալ է, էլի այնտեղ մտքում երեխեն ասի Օլիմպիավանը բաց չէր, դրա համար պարտվեցին։ Հարցերը կշատանան, կպակասեն Հայաստանը ներկայացնող փայլուն աչքերով երեխաները աշխարհի առաջնության պատվո-հարթակին։ Գիտեք ով է ուրախանում, ովքեր իրանց հաղթելու են։ Լիլիթ Խալաթյան, Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։